Նակերտի մայրտաճարին։ Ցավոք սրտի, այո։ Պատճառը զուտ հայկական եկեղեցի լինելն է, թե կա այլ։ Չէ, պատճառը զուտ հայկական ժառանգությունն է, որ ուզում են վերացնել։ Այնինչ հայկական է։ Այնինչ որ կա, այնինչ որ ավելի հին է, քաղաքականություն են տանում, իբր թե հավանական է, բայց դրանք եւս աստիճանաբար ձևափոխեն, վերացնեն։ Ասեմ հետևյալը, գիտեք ինչ, կարծում եմ մեկ-երկու անգամ էլ ձեր հեռուստատեսությամբ մեկ տարի, երկու տարի առաջ փաստել եմ, որ Ադրբեջանը բաց ակադեմիայի մակարդակով, ճարտարապետների միության նախագահի մակարդակով, տարին հիմա ես չեմ հիշում, որ հայտարարել են։ Մենք Արցախի տարածքում հայկական ժառանգությունը ու շարժանները պետք է վերացնենք։ Եվ վերացնում են, քայլ առ քայլ։ Եթե չեմ սխալվում, հիմա անգամ միջև պատերազմը այդպիսի հայտարարություն։ Այո, միջև վերջի պատերազմ։ Միջև վերջի պատերազմ։ Եթե չեմ սխալվում, արդեն այսօր մոտավորապես 1000-ի հասնող արցախյան մեծ ու փոքր հուշարձաններ են ավերել։ Գերեզմանատներ, խաչքարեր, եկեղեցիներ, հերթահասակ։ Ինչ ընտրությամբ են գործում։ Ոչ մի ընտրություն չունեն։ Ցանկացած հերթականությամբ այս հուշարձանը, այն հուշարձանը, որովհետև չկա որևէ միջազգային օրենք, որը կպաշտպանի դրանք։ Միջազգային օրենք կա, ՅՈՒՆԵՍԿՕ գոյություն ունի, իմիջիայլոց եւ Հայաստանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ եւ Ադրբեջանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարգադրության բոլոր պետությունները կամ անդամ պետությունները պարտավոր են իրենց տարածքի եղած հուշարձանները, որ ժողովուրդն էլ պատկանում է, նրանք պահեն պահպանեն։ Սակայն ոտնահարում է արդեն տասնամյակներ Ադրբեջանը այդ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ կանոնադրությունը, եւ միջազգային կազմակերպությունների եւ եվրոպական դատարանի որոշումը բացարձակապես ոչ մի բան հաշվի չի առնում։ Այստեղ խնդիրն այլ է։ Ինչ է անում Հայաստանը, ինչ է անում հայ ժողովուրդը այս ոչռագործության դեմ, մշակութային ցեղասպանության դեմ պայքարելու համար։ Ավելի լավ է ասեք ինչ կարող է անի։ Կարող է շատ բան անել, չեմ ասում, որ այնքան շատ բան, որ 100%-ով կարող է Ադրբեջանի ձեռքերը այդպես ասալ կտրել, ոչինչ չանել, բայց նվազագույնն անգամ չի անում։ Ну, не совсем так. Я отношу эту ситуацию к будущему. Сейчас идет война двух блокад. Иран блокирует этот пролив, пытаясь одни суда торговые пропускать, другие не пропускать. И Соединенные Штаты внешний периметр в Аравийском море блокируют, тоже там пытаясь какой-то фильтр выстраивать для торговых судов. Но эта война блокад заведомо закончится в пользу Ирана, потому что у него есть больше времени на выжидание, больше терпения. И ресурс для выживания у Ирана не ограничен. Блокада со стороны Соединенных Штатов не привела к критическому истощению Ирана и уже не приведет. Այն մասին է, որ Ռուսաստանում ժամանակավորապես դադարեցվել է ջերմուկ հանկային ջրի վաճառքը։ Պետական համակարգի գործողությունն է ընդդեմ ջերմուկի, մի այդպիսի դեպք եղել էր 2 տարի առաջ, որը կարելի ասել ձախողվեց, չհաջողվեց ջերմուկին մեղադրել եղածում։ Բայց այս ինֆորմացիան համընկնում է լարսում նաև արհեստական, այսպես արժութաժի հետ։ Կարող ենք հետևություն անել։ Ճնշում է Հայաստանի նկատմամբ, թե պատական զուգադիպություններ են սրանք։ Միանշանակ ճնշում է, այդպիսի զուգադիպություններ Ռուսաստանում չեն լինում։ Եթե հիշում եք Թուրքիայի հետ հարաբերությունների ֆոնին, ինչ որ մի պահ այդ լոլիկի մեջ ինչ որ միջատներ հայտնաբերեցին, հետո Հայաստանի ծեր լոլիկ գնում, Հայաստանի լոլիկի մեջ միջատ հայտնաբերեցին, հետո ջերմուկի այդ դեպքներ,
հետո ինչ որ կոնյակի հետ կապված խնդիր կար Վրաստանում, որ էլի Չարլեզուներն ասում էին Ռուսաստանի հետ կապ շղթան եք նկարագրում ինչ։ Հա, այսինքն տնտեսական պատժամիջոցների տեսակ է։ Ինչու ինչ են կարել մենք, որպեսզի չեն կարել, կարծում եմ դրա համար։ Այսինքն չեն կարել այն, ինչ իրենք կուզեին, որ մենք անենք, եւ հետեւաբար չենք խաղում, այսպես ասած, իրենց ուզած խաղը։ Բայց Հայաստանի վարչապետն ասում է Ռուսաստանի հետ հարաբերություններն ամենաբարձր մակարդակում են։ Օրեր առաջ։ Բնականաբար խնդիրը այստեղ ջերմուկը սնանկացնելը չի կամ Հայաստանը։ Ջերմուկը չի սնանկանա, ջերմուկը չի կարող իր հայկական բրենդ է համարվում ջերմուկը եւ վաճառել այլ երկրում։ Կարող է վաճառել, իհարկե նաեւ վաճառում է ռուսական շուկան, մնում է ռուսական շուկա, հատկապես մեր երկրի համար, որպես ԵԱՏՄ անդամ պետություն, բայց այստեղ խնդիրը ոչ թե տնտեսական պատժամիջոցներն են որպես այդպիսին, այլ ավելի շատ քաղաքական է ցույց տալու համար Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի վարած քաղաքականությանը մի կողմից եւ մյուս կողմից ընտրություններին ընդառաջ հասարակական դժգոհություններ արտնասնել, վախերը սնել, չէ՞ որ այդ խոսակցությունները դժգոհությունը հեղուկ գազի ուղղությամբ կա արդեն։ Այո, հեղուկ գազը դե միայն ռուսականը չէր մեր մոտ, հիմա Պարսկաստանի խնդիրն էլ մյուս կողմից այս վերջի պատերազմը նույնպես ազդեց։ Այո, կան եւ դա նայեք հեղուկ գազի խնդիր էլի է եղել։ Այն ժամանակ չկար հայ-ռուսական հարաբերություններում այսպիսի լարվածություն, բայց այդ խնդիրը կար, այսինքն դա կարող է նաեւ տեխնիկական պատճառներ ունենալ իր հիմքում մի կողմից, բայց մյուս կողմից չի բացառվում, որ դա էլ է քաղաքական նկատառումներից ելնելով ստեղծվել։ Այսինքն Ռուսաստանի հետ հարաբերությունները ամենաբարձր մակարդակում չեն։ Ամենաբարձր մակարդակի ինչ նկատի ունենք։ Երբևէ այդպես չի եղել, դա այո, մենք երբեք վարչապետի բնութագիրն է։ Երբեք էլ Ռուսաստանի հետ չենք ունեցել բարձր հարաբերություններ, հավասար արժանապատիվ հարաբերություններ, եղել են վասալային հարաբերություններ։ Հիմա այդ վասալային հարաբերությունները վերականգնելու ճնշումներ են եւ փորձեր են։ Ոչ մի արտառոց բան չկա։ Уже дошло. Посмотрите, как был обеспокоен Азербайджан фактом, ну, скажем так, в кавычках, беспилотной атаки иранской в Нахичевань. Довольно жесткие заявления. И риторика, вот это, кстати, эта обеспокоенность никуда не ушла. И вот в экспертном сообществе, вот если проследить основные ресурсы, которые позиционируют необходимость дальнейшего наращивания военно-стратегического Азербайджана вот в плане приобретения оружия, они настаивают на том, что Иран фактически это угроза. Что касается Армении, то это, конечно, тоже может быть серьезным вызовом для Армении, потому что глобальный конфликт, контуры которого намечены сейчас, они не могут не затронуть приграничные территории, приграничных государств. Տեսեք, հայկական դիվանագիտությունը, եթե այդպեսին կա վերջինս տարիներին, հայկական դիվանագիտությունը շատ թույլ է եղել միշտ։ Այն մի պահին, երբ տպավորություն էր, ես նույնիսկ այն ժամանակ մի քանի անգամ այդ թեմայով զրույցներ եմ ունեցել, հարցազրույցի տեսքով նաև հոդված եմ գրել, որ պահ էր, որ թվում էր Հայաստանը կարող է առանցին Թուրքիայի հետ պայմանավորվել եւ առանցին Ադրբեջանի հետ։ Բայց հայկական դիվանագիտությունը չկարողացավ այդ ամեն ինչը կենսագործել, չկարողացավ դա առարկայացնել եւ նորից Թուրքիան դե կարող էր որ դե եթե լիներ ճիշտ եւ լավ դիվանագիտություն մշակված, իսկ ինչու ոչ դիվանագիտությունը ասում են հնարավորի արվեստ է, եթե հնարավոր, եթե ունես այդ հնարավորությունը, եթե ունես այդ կարողությունները, ապա կարողանում ես։ Ըստ էության ես չեմ ուզում թիրախավորել որևէ մեկին, բայց տեսեք մեր կողմից բոլոր այս տարիների ընթացքում, գոնե վերջին 7-8 տարիների ընթացքում պրոֆեսիոնալ դիվանագետներ էլ չեն եղել, որոնք վարել են Հայաստանի շահը դրսում։ Տեսեք ովքեր էին Ադրբեջանի կողմից խոսում, ովքեր են Թուրքիայի կողմից խոսում, տարիների, տասնամյակների դիվանագետները, որոնք անցել են այդ ճանապարհը, որոնք գիտեն այդ ձևերը, որոնք միջազգային հարթակներում ունեն ծանոթներ, բարեկամներ, ընկերներ, որոնց հետ
պատմություն ունեն անցածից, մեր կողմից երիտասարդներ, որոնք Այսինքն այդ բալանսը հիմա էլ է խախտված։ այո, բալանսը խախտված է, եթե չընդունենք թե այս վերջին տարիների ընթացքում մերոնք ինչ-որ бан են ձեռք բերել, ես չգիտեմ։ России в Закавказье всегда был один и тот же. Значит, России нужны, или я бы сказал, одни и те же. России нужны были спокойные и стабильные границы, а значит, спокойные и стабильные отношения между государствами Закавказья или контроль над Закавказьем. Значит, Наверное, этим объясняется. И спокойный и стабильный доступ к своим торговым и политическим партнерам на Большом Ближнем Востоке. Значит, то есть, в первую очередь, это военная безопасность, и это главное, это, наверное, 90%, потому что получить доступ к Турции, к Ирану можно и другими путями. Закавказье не самый удобный. Вот. И во вторую очередь, экономические интересы, финансово-экономические интересы. Вот. Они как были, так и остались. То, Ростислав, что Россия помогает, кстати, Ирану, да, так она ему будет помогать, даже если Закавказье вообще исчезнет. Ադրբեջանի փոխվարչապետի այցը Հայաստան Արմեն խորհրդանշական է համարում թե գործնական։ Եվ երկու իմաստն վստահաբար կա խորհրդանշական նրանով, որ պետք է ինչ որ process ցույց տալ առնվազն սահմանազատման երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի հետ կապված, որտեղ վերջին հանդիպումը տեղի ունեցավ նոյեմբերին, եթե չեմ սխալվում, 2025 թվականին, եւ քանի որ այս թրեքը երկու կողմերի միջև գործընթացում, այսպես ամենաինստիտուցիոնալ առումով ամենակայացածն է, փաստաթղթային առումով պատրաստ, փորձագիտական առումով, ղեկավարների առումով եւ նաեւ ակտիվ նաեւ առցանց շփումներ կան, կարծում եմ այստեղ պետք է ինչ-որ process ցույց տալ եւ մյուսը բնականաբար արդեն պայմանավորված տնտեսական ոլորտում նոր հնարավորությունների քննարկման առնվազն, հա, պետք է էլի ինչ-որ ուրեմն process, որտեղ նույն գործար կապերի մասին բազմիցս խոսվել է դրանց ակտիվացման եւ որոշակի առում դրանց հավասարակշռման մասին։ Գործարանների մասնակցությունը երևի դրանով էլ բացառ։ Այո, որտեղ կար խնդիր ունենք հայկական կողմից բազմիցս բարձրաձայնում էր գոնե փորձագիտական մակարդակում, որ պետք է որոշակի հավասարակշռություն ստեղծել, դեռ այս պահին հիմնականում Ադրբեջանի արած քայլերն են երևում այս ոլորտում, այսինքն Ադրբեջանի կողմից սեփական տարածքով դեպի Հայաստան տարածման արգելքի վերացում, վիզելային վառելիքի ուրեմն Հայաստանի վաճառքի հնարավորություն, այսինքն փոխադարձում որպես այդպեսին չկար եւ կարծում որ այս քննարկումների արդյունքում որոշ ապրանքատեսակների մասին գուցե ձեռք բերվել պայմանավորվածություն։ Բայց սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը տեղի ունեցավ եւ ելի մնաց անորոշություն գոնե ժամկետի եւ որտեղից սկսելու մասերով։ Սա բնական է, որտեղ այդ անորոշությունը պայմանավորված է առաջին հերթին Հայաստանի ներքաղաքական գործընթացներով, նախընտրական շրջան, ակնկալվող ընտրություններ եւ մեծ հաշվով որոշակի իհարկե անկանխատեսելիություն։ Սրանով պայմանավորված, որ կողմերն այս բան չեն գնում կոնկրետ, հատկապես Ադրբեջանը խուսափում է կոնկրետ պայմանավորվածությունների գնաց, որտեղ ակնկալում է, որ այնուամենայնիվ անգամ եթե լինի գործող իշխանության վերընտրման հնարավորություն, այս գործընթացի պրակտիկ իրականացման համար պետք է որոշակի ժամանակահատված։ Իսկ թե մինչև ընտրություններ ընկած ժամանակահատվածը եւ թե իհարկե հետընտրական գործընթացներով պայմանավորված նոր կառավարության ձևավորում, նոր պատասխանատու պաշտոնյաների հնարավոր է նշանակում եւ այլն, սա ենթադրում է որոշակի էլի ժամանակահատված։ Հետեւաբար ինչի գնալ չոր կոնկրետ պայմանավորվածությունների, երբ որ կան որոշակի անորոշություններ։ Не выдержать и начнутся опять боевые действия, поэтому ситуация опасная. Что же касается соглашения, то вы, наверное, помните, с чего это начиналось. Соединенные Штаты выставили список требований, 15 пунктов,
на что Иран тоже свои 10 пунктов выставил, что они хотят. И после этого ничего хорошего не получилось, потому что каждая сторона требовала выполнения вот этих указанных пунктов. На компромисс никто не шел. Более того, Иран требовал, чтобы сначала эти 10 пунктов были приняты, а потом мы, мол, сядем за переговоры. Но основная идея – это снять блокаду, это снять санкции, и после этого тогда можно поговорить о первой программе. Это ядерная программа, то, что Трамп все время заявляет, и Венс заявляет, и генсекретарь Соединенных Штатов Помпео говорит, что Иран не может обладать ядерным оружием. Итак, операция против Ирана обошлась США в $100 миллиардов. Это сегодня говорил глава МИД Ирана Дмитрий. Может, это и есть основная причина остановки военных действий? Ну, я думаю, что нет, просто потому что эта война обошлась на самом деле и Соединенным Штатам, и Объединенному Западу куда дороже. Мы говорим только, вернее, иранское руководство говорило только о прямых потерях, это стоимость к оценкам американских военных и их расходников, они еще добавили стоимость баз. Не более того, а есть еще, ну, скажем так, рыночные потери косвенные, связанные с торговлей нефтью, газом, продовольствием, удобрениями, штормом на мировых финансовых рынках. Так что там, я думаю, потери близятся уже к триллиону. И именно поэтому уже скорее остановили. Прямые потери здесь, в принципе, для экономики Штатов, до сих пор являющихся самой мощной экономикой мира, пока вполне терпимо. А вот косвенные потери, которые меняют тренды и перестраивают мировые глобальные торговые цепочки, конечно, для них уже достаточно нетерпимы. И поэтому они стремятся к замерению. Хорошо, послушаем Армена Мавеля. Армен, плюс к этому Трамп приказывает подготовиться к долгосрочной блокаде Ирана. Смотрите, вопрос в чем? Дело в том, что, с одной стороны, я согласен, что у Америки огромные потери, но у них еще есть и плюсы из этой войны. Во-первых, это цена на нефть. Кажется, что высокая цена – это плохо для самого Трампа, потому что внутри Америки цены на бензин поднимаются. Но с другой стороны, нефть – это товар, который продается только на доллары. А это значит, что за последнее время и на мировом рынке доллар поднимается в цене. То есть тот же самый Европейский Союз сейчас тратит больше доллара, чем раньше за ту же самую нефть. И это значит, что с каждым днем все больше им приходится покупать не только нефть, но и доллар. Это с одной стороны. С другой стороны, Америка сейчас контролирует нефть в Венесуэле. То есть они закрыли Ормузский пролив, вроде плохо все для них. Согласен с одной стороны, но с другой стороны они контролируют нефть в Венесуэле, они продают ту же самую нефть втридорога тем самым европейцам тоже. То есть если кто-то здесь и теряет больше всего, то это в первую очередь Европа. То есть это двухсторонняя вот такая ситуация, когда с одной стороны они теряют в политическом плане, потому что почему падает рейтинг Трампа, потому что бензин подорожал. А с другой стороны, он контролирует нефть в Венесуэле, сейчас не дает пуску, скажем так, нефти из Персидского залива, и они контролируют и бензин, и газ, и могут это то же самое продать втридорога европейцам и другим государствам.